Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Աշակի Սահակյանին ենք բացահայտելու այսօր առանց փողկապի։ Մարդ, ով ուշտված է տոլերանտությամբ, հանդուրժողականությամբ, իր հաղթանակի գրավականն է դա։ Ամեն մի շփումը մի մեծ տոն է վերածում։ Մեծ մարդ, մեծ մանկավարժ, գիտնական, բոլոր քիմիայի ասպեկտներին տիրապետող մեծ մանկավարժական փորձ ունեցող անձնավորություն, ուսանողների կողմից չափազանց սիրված անձնավորություն եւ իհարկե որպես նաեւ ավագ ընկեր։ Ինքը իր հմտությունները, գիտելիքները, իր կյանքի մեծ փորձը միշտ պատրաստական նվիրելու ուսանողներին։ Լիդա Աշակովնան համ խիստ է, համ ընկերական է ուսանողի հետ։ Նա փորձում է ուսանողի վստահությունը շահել, ուսանողի ուշադրությունը գրավել իր կենսուրախ բնավորությամբ։ Ինքը ավարտել է քիմիայի ֆակուլտետը Երևանի պետական համալսարանի, բայց ինքը իր հոգով մանկավարժ է։ Չերնիշևսկին գեղեցիկը սահմանում է այսպես։ Ես էսթետիկայի մի քիչ մասնագետ եմ, էթիկայի, էսթետիկայի, եւ նա գեղեցիկ սահմանում է հետեւյալ կերպ, եթե կատեգորիան, իր առարկան, ձևի եւ բովանդակության մեջ համապատասխանում են իրար, դրանք դառնում են գեղեցիկ են դառնում։ Լիդա Աշակովնան իր եւ արտաքինով եւ իր մարդկային վեհազնիվ ամբիծ ու մաքուր անարատ որակներով համապատասխանեց նրա մոտ ձևն ու բովանդակությունը։ Բարև ձեզ Տիկին Սահակյան։ Բարև ձեզ։ 18 տարեկանից բժշկական համալսարանում եք։ Այո։ Ընդունվեցիք քիմիայի ֆակուլտետ։ Ավարտել եմ պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ Այդ ժամանակ հանձնաժողովները նշանակում էին ավարտվող երեխաներին, հիմիկվա նման չի, որ ով որտեղ ուզենա գնա տեղավորվի, ավարտական կուրսին հավաքում էին եւ հանձնաժողովը նշանակում էր գործարան, հետազոտական ինստիտուտ, կրթական օջախներ, համալսարանի այդ հանձնաժողովը ինձ վերցրեց ասպիրանտուրա, որովհետեւ ես լավ էի սովորում։ Եվ ասպիրանտուրան էլ ավարտեցի քիմիական ֆակուլտետում, վերջին կուրսում էի, բժշկական համալսարանը եկավ ինձ փախցրեց։ Քիմիան աշակերտների, հետագայում նաև ուսանողների շատ սիրված առարկաներից չի։ Ինչպես ստացվեց, որ սիրեցիք ու այդ սերը այսօր փորձում եք տարածել երիտասարդների վրա։ Ասեմ ձեզ, որ մեր ժամանակ Հայաստանը քիմիայի երկիր էր, բազմաթիվ մեծ գործարաններ կային, գիգանտներ, բազմաթիվ հետազոտական ինստիտուտներ կային, յուրաքանչյուր գործարանին կից կար հետազոտական ինստիտուտ եւ աշխատատեղեր կար։ Երբ գործարանները փակվեցին դրան զուգահեռ գործող հետազոտական ինստիտուտները, այսինքն քիմիայի աշխատաշուկան շատ նեղացավ։ Աշխատաշուկա չկա, դա գլխավոր պատճառներից մեկն է, որ երեխաները չեն ուզում քիմիկոս դառնալ։ Դա մեկ պատճառ։ Երկրորդ պատճառը քեմոֆոբիա է հասարակության մեջ։
Քիմիոֆոբիա, որովհետև լրատվամիջոցներն էլ ճիշտ չեն ներկայացնում քիմիայի դերը, որովհետև երբ որ բանավեճ է լինում, ես ասում եմ, ինչ ես հագնում, ինչ ես ուտում, ինչ ես խմում, ինչով է ձեր ամանները լվանում, ինչով է ձեր շորերը լվանում, այդ բոլորը քիմիա է։ Բայց ինչու քիմիան չեք սիրում, եթե ձեր շրջապատը քիմիա է, դեղերը քիմիա են։ Այդ քիմոֆոբիան տարածված է ոչ միայն մեր երկրում, ամբողջ աշխարհում այդպես է։ Ես ակադեմիայի զեկուցումս հենց դրան էր վերաբերվում, ուսումնասիրեցի ամբողջ աշխարհում քիմիայի իրավիճակը եւ բոլոր տեղերում համարյա աշխարհի բոլոր երկրներում նույն իրավիճակն է։ Դրան նպաստում է նաեւ կլիպային մտածողությունը, էլեկտրոնային սարքերից երեխաների օգտվելը, որը Օքսֆորդի համալսարանում հետազոտություն են կատարել, 1.5-ից 2 անգամ երեխաների մտածելու ունակությունը ընկել է։ Արագությունը մեծացել է, բայց սխալներ կատարելը 1.5-ից 2 անգամ շատացել է։ Այսինքն եւ ստեղծվել է երեխաների մոտ կլիպային մտածողություն, այսինքն հատվածային, որ իրենք հատվածներ են վերցնում արագ-արագ, բայց չեն կարողանում կապ ստեղծել այդ հատվածների մեջ, այսինքն պակասել է տրամաբանական մտածողությունը եւ իրենց մոտ զարգացել է կլիպային մտածողությունը։ Իսկ քիմիան տրամաբանական գիտություն է, նրա բոլոր հանգույցները փոխկապակցված են։ Տիկին Սահակյան, ինչ է կարծում, դպրոցը բաց չունի այստեղ, մանկավարժը, չգիտեմ, լաբորատորիաները։ Հենց պետքա դպրոցից սկսվի։ Դպրոցն է շատ մեղավոր, որովհետև դպրոցից եկած երեխաները չեն կարողանում 1/2-ին 1/2 գումարել։ Այսինքն պակաս է տրամաբանական մտածողությունը, ու նորից եմ ընդգծում, դա միայն Հայաստանում չէ։ Նաև Ռուսաստանում շատ հետազոտություններ կան, որ ավելի վատ վիճակ է։ Ու հիմա այնտեղ դպրոցներում ու բուհերում պահարաններ են ստեղծել ու երեխաների հեռախոսները հավաքում են, կողպեքի տակ դնում, որ նրանք չօգտվեն։ Բայց միևնույն է տանը օգտվում են դրանից ու այդ հեռախոսները, գադջետները վնասում են երեխաներին։ Տեստեր կան, Սեչենովի համալսարան ուսումնասիրել է, առանձնացրել են երկու խումբ, մեկը այդ գադջետներով ու բանով շատ զբաղվել է, մյուսին թույլ չեն տվել։ Հետո այդ տեստերը տվել են, էական տարբերություն է եղել սխալների մեջ, այն երեխաների, որոնք գադջետներով են զբաղվել եւ այն երեխաների, այդ հոդվածը ինձ էին ուղարկել, ես խմբագրել, տպագրել եմ այստեղ։ Մենք ձեր գիտական գործունեության մասին իհարկե կխոսենք։ Ես ուզում եի հասկանալ, խնդիրը դուք տեսնում եք ավելի վաղ տարիքում, ավելի երիտասարդ տարիքում։ Դա էր պատճառներից մեկը ձեր գիտական թեզը քիմիա առարկայի նկատմամբ։ Ինչու եմ քիմիա ընտրել։ Ես ձեզ ասեմ։ Երբ որ ես 10-րդ դասարանը ավարտեցի, մեր ժամանակ միջնակարգ դպրոցը 10-րդ դասարանն էր։ Իմ երկու եղբայրները, հորեղբորս աղջիկը եւ հորեղբորս տղան, սովորում էին ֆիզմատ ֆակուլտետում։ Ես ասացի, որ ես փոխելու եմ մեր Գերդաստանի ուղղությունը, Սովետական Հայաստան թերթում հայտարարություններ կար ընդունելության, որտեղ կար ընդունելության քննություն մաթեմատիկա, բայց ֆիզմատ չէր։ Ու աչքս ընկավ քիմիականի վրա, որ կար քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, ու ընտրեցի քիմիականը ու չեմ փոշմանել, եթե այսօր էլ տալու լինեմ, ես քիմիական ֆակուլտետը կտամ, որտեղ քիմիան հրաշքների գիտություն է, որքան խորանում ես, այդքան զգում ես, թե ինչքան կարևոր ու լավ գիտություն է։ Ինչու այս դեղը նշանակեք լյարդի հիվանդության համար, ինչու ուրիշ դեղ սրտի հիվանդությունների համար, ամեն մի օրգան իր ռեցեպտորները ունի եւ դեղի կառուցվածքը, որ սինթեզվում է, պետք է նմանացնեն այդ ռեցեպտորներին, որպեսզի ազդի։ Ու շատ խորը եւ լավ գիտություն է։ Այ ասացիք դուք փորձ արեցիք փոխել ձեր ընտանեկան գիծը։ Փոխեցիք։ Եվ փոխեցիք, այո։ Ձեր զավակները բժիշկներ են։ Այսինքն այդ քիմիայի նկատմամբ, բժշկության նկատմամբ հետաքրքրությունը իմ զավակները, իմ թոռնիկները, բժիշկներ են։ 300-ից ավելի գիտական հոդվածների, 6 տասնյակին մոտ դասագրքերի հեղինակ,
բազմաթիվ միջազգային կառույցներում մասնակցություն եւ այս ամենը ոչ թե անցյալ ժամանակով ենք ասում, այլ ներկա, որովհետեւ այս աշխատանքը այս նույն տեմպով շարունակվում է նաեւ այսօր։ Պատմեմ, թե ինչու եմ ես դասագրքով զբաղվել։ Մենք որ սովորում ենք դպրոցում, միայն ռուսական թարգմանությամբ գրքեր էին։ 5-րդ թե 6-րդ դասարանում Աղայանի գիրքը ստացանք հայոց լեզվի։ Ես նայեցի, ասեցի, Աստված իմ հայ հեղինակը, ես որ մեծանամ, հայերեն լեզվով դասագիրք եմ գրելու։ Ու այդ իմ երազանքը ես իրականացրի։ Հրաշք։ Երազանքներն ուժ ունեն։ 7-ից մինչև 12 դասարանը բոլոր դասագրքերը իմ հեղինակային գրքերն են անցել մրցույթով։ Դե հիմա դպրոցում նաև Աղրկալակում Աղրկալակը իմ ամուսնուս հայրենիքն է, կիսատ մեր հայրենիքն է, դեր գերդասարանի առումով կիսատ։ Ինչպես նաև Արցախում էին անցնում։ Բազմաթիվ ոսկե մեդալներ եք ստացել, պատվոգրեր, շնորհակալագրեր ու սեր, անսահման սեր ձեր ամբողջ գործունեության ընթացքում։ Առաջին մեդալը կրթության նախարարությունը ստեղծեց այդ ոսկե մեդալը։ Երրորդ համարը իմն էր։ Առաջին համարը Տոնոյան Գառնիկը ստացա, մաթեմատիկ էր։ Երկրորդը չեմ հիշում, բայց երրորդ մեդալը ես եմ ստացել։ Այդ կրթության գործում իմ ներդրումների համար։ Երկրորդ ոսկի մեդալը ստացել եմ Մոսկվայից, Մենդելևյան ընկերությունից, նորից կրթության բնագավառում ներդրումների եւ օլիմպիադաների կազմակերպման համար եւ այդպիսի շարքեր։ Երևի ամենաթանկը Հայաստանի վաստակավոր մանկավարժի ոսկի մեդալն է, որը նախագահից եմ ստացել, կրթության նախարարությունն էր ներկայացրել, այդ մեդալն էլ ունեմ, դա երևի ամենաբարձր կոչումն է։ Ամենաբարձր կոչումը ձեր մարդ տեսակն է։ Այն սերն է ամենաթանկը, որը դուք այսօր վայելում եք, որը վաստակել եք ու ձեռք եք բերել տարիների ընթացքում։ Ուսանողները, որոնց չեք դասավանդում, ցանկացած պահ կարող են մոտենալ, հանդիպել ձեզ։ Ես գոնե մի քանի անգամ ականատես եմ եղել, ովքեր պատահական եկել էին ձեզ տեսնելու։ Ճիշտ, ոչ միայն ուսանողները, այլ նաև գյուղացիներն էլ են եկել։ Շատ հետաքրքիր դեպք է պատահել այն վատ տարիներին։ Մի հատ գյուղացի մարդ մոտեցել է ինձ, ասում է, ինձ ասեցին, որ դուք լավ քիմիկոս եք, ինձ կասեք ոնց ածուխ սարքեմ, որ կարողանամ ծախեմ ապրեմ։ Ես հնուց գիտեի, որ հետաքրքրվել է, թե մեր դարբնոցը հնում ոնց է աշխատել, այդ ածուխը բա ոնց են ստեղծել։ Ու գիտեի, որ փայտը դարսում են այսպես, բլուր են անում, հողով ծածկում են, տակից վառում են, այդ որ մարմանդ կրակով ինքը օրգանական նյութերը վառվում են, ածուխը մնում է։ Այդ մարդուն սովորացրի, թե ինքը ածուխ ոնց սարքի ու վաճառի ապրի։ Մի 2 ամիս հետո տեսա ծաղիկները ձեռքին եք։ Ուսանողները շատ են սիրում լիդարշա գտնային, որովհետև ամեն ուսանողի հետ ունի աշխատանքի իր մեթոդը։ Ես չեմ տեսել եւ նկատել մի այնպիսի անձնավորություն կամ ուսանող, ով Լիդա Սահակյանի դասերի նկատմամբ ունի հետաքրքրություն։ Այդ անձնավորությունը իր վարքագծով, ցուցաբերած գիտելիքներով ամբողջությամբ հետաքրքրության դրդապատճառը իրենից ներկայացնում։ Այս առումով անկրկնելի եւ անգերազանցելի անձնավորություն է Լիդա Սահակյանը։ Նրա դասերը շատ հետաքրքիր են անցնում այն առումով, որ նա հաճախ ներկայացնում է դասերը սլայդի եղանակով, որը իմ կարծիքով ուսանողին ավելի կենտրոնացնելու եւ դասը ավելի գրավիչ դարձնելու շատ լավ մեթոդ է։ Իմ այս ուղին ընտրելու ոնց որ գլխավոր պատճառը հենց ինքն է եւ ես տվյալ ոլորտում ինչին հասել եմ, դրա համար պարտական եմ իրան։ Բոլորին հանդուրժում է, լսում մինչև վերջ եւ կայացնում օբյեկտիվ որոշում։ Ուսանողին վերաբերվում է որպես ընկեր, որը մեզ ավելի հաճելի է, ինձ թվում է ուսանողի համար այդ ամենակարևորն է։ Նա որպես մանկավար շատ
ֆունդամենտալ, շատ կազմակերպված եւ շատ մեծ գիտելիքների ու փորձի տեր մանկավարժ է։ Ունի օբյեկտիվ միջամտելու, խորհրդատվություն իրականացնելու ձեռքբերումներ։ Սա որպես այդպեսին եզակի հատկանիշները իրենից ներկայացնում։ Եթե աշակերտը սիրում է ուսուցչին, դրանից ելնելով նա սկսում է հետաքրքրվել առարկայով։ Քիմիան ոչ սիրելի առարկաներից է աշակերտների, որովհետև քիմիայի մասնագետները շատ քիչ են։ Իսկ յուրաքանչյուր լավ առարկայի լավ մասնագետ ինքը իր գիտելիքը հերիք է լինում, բավարար է լինում, որ գոնե աշակերտը կամ ուսանողը հիանա դրանով, ոգեշնչվի եւ փորձի սովորել։ Ինձ Լիդիա Արշակովյանն դաս է տվել, շատ հարազատ մարդ է իմ համար։ Իրականում տատիկիս եմ կորցրել ու ինքը այդ բացը լրացնում է։ Տիկի Իսահակյան, դուք հսկայական աշխատանք եք անում նաև մանկավարժների հետ, մասնագետների։ Մանկավարժներին վերապատրաստում եմ ես հանրապետության բոլոր մանկավարժներին, բոլորովին վերջերս էլի մանկավարժական համալսարանը խնդրեց, որ վերապատրաստեմ մանկավարժներին։ Նրանք քննություններ են հանձնում, արտադիր որակավորման, կամավոր որակավորման։ Կամավոր որակավորման աշխատավարձը բարձրացնում է։ Ես պատրաստ եմ իրենց օգնելու, երբ հրաժարվեցի գնացի, այդ դասընթացները վերջացել են, որը նախարարությունն էր կազմակերպել, բայց իրենց կապը ինձ հետ չի ավարտվել։ Նորից ուրբաթ օրը զանգահարել են ու թեստ են ուզել։ Ես ամբողջ շաբաթ կիրակի նստել եմ ու 50 խնդիր սարքել եմ, գիշերը ժամը 2-ին ուղարկել եմ։ Ես ուզում եմ օգնել իրենց, ուզում եմ օգնել քիմիկոսներին, քիմիայի ուսուցիչներին։ Մասնագետների խնդիր, երիտասարդ մասնագետների խնդիր ունենք այսօր։ Կա սերունդ, որ գալիս է։ Անպայման կա։ Երիտասարդ մասնագետներ վերցնում եմ ես, թեկնածու եմ սարքում գիտության, ու իրանք գնում են արտասահման, արդեն քանի երեխա, որոնք իմ օլիմպիականներն են եղել, վերցրել եմ իմ ամբիոն, սարքել եմ գիտության թեկնածու ու իրենք գնացել են, մեկը Արգենտինա է, մեկը Կանադա է, մեկը Քեմբրիջում է, որովհետև աշխատավարձը ցածր է։ Մարդ, ով փայլուն մասնագետ է, դրա մասին են վկայում այսօրվա իր աբիտուրենտները եւ ուսանողները, ովքեր հանրապետության կամ այլ միջազգային կառույցներում ունեն լավագույն ձեռքբերումներ եւ աշխատում են նման կառույցներում։ Շատ բան եմ իրենից սովորել, թե մանկավարժական, թե դասավանդման մեթոդիկայի։ Լիդիա Արշակովնան չի սիրում, երբ ուշանում են իր ժամերից ու նաև չի սիրում, երբ դասից շուտ են թողնում։ Ինքը սիրում է, որ իր հետ պարզ են լինում։ Բարկանում է, երբ որ ուսանողները պատրաստ չեն լինում, հետաքրքրված չեն, միշտ ինքը աշխատում է հետաքրքրություն մտցնել ուսանողների մեջ մասնագիտական առումով։ 96 թվականից մինչև 18 թվականը ես ղեկավարել եմ այդ օլիմպիական թիմը։ Այդքան տարի աշխարհի բոլոր երկրների բեմահարթակներում Հայաստանի դրոշը բարձրացրել եմ։ Ու այդ ամեն անգամ դրոշը բարձրացնելիս լացել եմ։ Չգիտեմ, ես իմ հայրենիքն եմ շատ սիրում։ Իմ առարկան, իմ հայրենիքը, երեխաներին, ուսանողներին շատ եմ սիրում։ Տիկին Իսահակյան, օլիմպիադաները այսօր կայացած են հանրապետությունում։ Դուք ղեկավարում եք հանձնաժողով այն տարիներին, երբ դեռ չգիտեինք ինչ ենք ուզում, չգիտեինք ինչպես պիտի արվի ու չգիտեինք որտեղից պիտի ստեղծվեն, հայթայթվեն այդ միջոցները։ Այս առումով դուք անեզր ու հսկայական աշխատանք։ Մենք ոչ մի միջոցի սպասելիք չենք ունեցել եւ ամեն ինչ արվել է անշահախնդիր առանց վճարելու։ Ես ամեն օր միջև 6-ը իմ ընտանիքի հաշվին այդ օլիմպիական երեխաներից պարապում էի։ Դրանք շատ դժվար են օլիմպիադաները, ու եթե մասնավոր պարապմունք չլինի, ոչ ոք չի անցնի։ Ես պարապում եի եւ ամեն անգամ մենք կարողացել ենք բեմահարթակ դուրս գալ, մեդալ բերել ենք եւ ոսկի, բազմաթիվ արծաթներ եւ բրոնզե մեդալներ։ Ամեն անգամ այդ խորհրդակցությունների, ժողովների եւ այլն
հանդիպումները իմ մոտ լիդա անձի վերաբերյալ ավելի ամբողջական ու լրիվ կարծիք են առաջացրել։ Միջազգային օլիմպիադա մի տարի նաև Հայաստանում չի անցկացվեց։ Երկու անգամ ես աղել եմ այստեղ։ Մի անգամ Սիրադեղյան անուն է միջոցները տվել, մյուս անգամ մեր համալսարանն է Վանավոր կանգնել անցկացնելու համար։ Վիլեմ Պարուիչը ռեկտոր էր, ինքն էլ էր կրթության ջատագով էր ու ինքը հասկանում էր օլիմպիադան ինչ է տվել երկրի համար, այն էլ միջազգային օլիմպիադա։ Հեշտ է ձեզ հետ աշխատել, ինչ եք կարծում։ Ինձ հետ կարծես թե հեշտ է։ Աննկարագրելի հեշտ է, որովհետև ինքը բեր չի դառնում, հոգս չի դառնում, ինքը բերն ու հոգսը վերցնում իր վրա։ Միանշանակ լիդերշիպն է, հեշտ է աշխատելը, որովհետև նաև լիդերշիպն է բացի մանկարական մեծ փորձից, աշխատանքային մեծ փորձից, նաև հումորի մեծ զգացում ունի եւ այդ ինձ էլ է օգնում նույնպես։ Շատ մենք իրար հասկանում ենք կես խոսքից, աշխատում ենք շատ երկար ժամանակ, նույն գործընթացի մի հատվածը ինքն է անում, մյուս գործընթացը ես եմ իրականացնում, բայց հաճախակի հանդիպում ենք նաև վերապատրաստման ամենատարբեր գործընթացների ժամանակ, այն բարդ գործընթացները վերապատրաստման, որոնք առկա են Քիմիայից, ես փորձում եմ հրավիրել, մեր բուհը հրավիրում է Լիդա Սահակյանին, մենք օբյեկտիվ տարբերակով իրականացնում ենք։ Իրեն հետ հեշտ է, ինքը շատ մեծ աշխատասեր է եւ մեզ էլ ստիպում է համապատասխանաբար իր տեմպերի հետ առաջ գնալու։ Այո, իր հետ աշխատելը հեշտ է, նա շատ հումորով մարդ է։ Ամեն հարցով ինքը մեր կողքին կանգնած է։ Ընդհանրապես ես մարդ սիրող եմ, մարդկանց սիրում եմ։ Երբևէ որևէ խնդիր չեմ ունեցել, որևէ։ Առաջին անգամ երբ ամբիոնի վարիչ դարձա, մի հատ լաբորանտ եկավ նստեց, մեծ կին էր, ու սկսեց մի ուրիշի հասցեին ինչ-որ բան ասել։ Ես ձայն չանեցի, կանչեցի այն ուրիշին ում հասցեին խոսում էր, ասի ձեր մասին սենց բան է ասում ինքը, ճիշտ է ասում։ Ու դա եղավ վերջին խոսքը, որ իրանք ռիսկ կանեն, կգան ինձ մոտ որևէ բան կասեն։ Դրա համար իմ ամբիոնը շատ բարյացկամ, շատ լավ մթնոլորտով ամբիոն է։ Հաջողության հասնելու ձեր բաղադրատոմսը ո՞րն է։ Աշխատասիրությունն է։ Ընդհանրապես մեր գերդաստանը շատ աշխատասեր գերդաստանն է։ Մենք 7 երեխա ենք։ 7 երեխա ենք եղել, իհարկե ես եմ մնացել միայն։ 7-ս էլ ֆիզիկա-մաթեմատիկական ուժեղ ուղեղ ենք ունեցել։ 3-ը ֆիզմատ ֆակուլտետն են ավարտել։ Իմ փոքր եղբայրը բժիշկ էր, ինձանից մեծը քիմիկոս, ես տարա էլի քիմիկոս դարձրեցի։ Ու մեր ծնողներն էլ հայրս շատ ուժեղ էր մաթեմատիկայից եւ մեզ փոխանցվել էր գենետիկորեն։ Իսկ մայրս պաշտոնյա էր, էլի շատ բռունցքով, շատ ուժեղ կին էր։ Մի խոսքով մեր գեները լավն են եղել, ասեմ ձեզ ոչ մի ժառանգական հիվանդություն մեր գերդաստանում չկա։ Աշխատանքից դուրս Տիկին Սահակյանը կին է, մայր է, տատիկ է, տանտիկին է։ Ինձ ասել են, որ ծայրահեղ տարբեր։ Այստեղ խիստ պահանջկոտ, աշխատասեր, տանը, բարի, տանը իմ աղջիկս, որ դպրոցում էր սովորում, մարտի 8-ին գրում էին իմ մայրիկը շարադրություն, չգիտեմ հիմա գրում են թե չէ, ինքը մի տող էր գրել ամբողջ, իմ մայրիկը մեր տան խաղաղության աղավնին է, ուրիշ բան չէր գրել, ու 5 էին դրել իրեն։ Տիկին Սահակյան, իսկ ինչ եք կարծում, ինչ թերություն ունեք։ Ինչ թերություն, շատ եմ բարի, լավ կլիներ մի քիչ բարի չլինեի։ Դժվար է լիդերշիպի մեջ գտնել որևէ թերություն, չեմ կարող այդպես ասել, ճիշտ ասած թերություն։ Իր բարությունն է երևի, որ ինքը շատ բարի է ուսանողի հանդեպ, որոնք նկատել են, որ որոշ ուսանողներ օգտագործում են, չեն գնահատում ասենց ասած։ Իմ կարծիքով համառությունն է երևի,
Մյուս կողմից էլ ոնց կարող է մարդ բարձունքների հասնել առանց համառության։ Թերություն, ես չեմ կարծում, որ ինքը թերություն ունի, ինքը անթերի մարդ է, անթերի են բառից բուն իմաստով։ Թերություն չգիտեմ։ Ես չեմ նկատել թերություն, իհարկե բոլոր մարդիկ ունենում են թերություններ, բայց ես իրեն մոտ այդ թերությունները չեմ նկատել։ Ինքը մարդին գնահատում էր, իր թերությունը շատ գնահատելներ էլի։ Իսկ ընտանիքին, թորնիկներին կարողանում եք ժամանակ հատկացնել։ Ես որ նայում եմ իրենց, մտածում եմ, որ իմ կյանքի զուր չի անցել։ Իմ մեծ թորնիկը իմ անունն է կրում ու պատվով է կրում։ Իմ նման աշխատասեր, հրաշալի հայտնի բժիշկ եմ, Աշկաբան։ Մյուս թորնիկներս իրեն հաջորդող նույն ձևով էլի աշխատասեր։ Մի հատ աղջկաս տղան Մադրիդի համալսարանում է սովորում ու այս տարի Մադրիդի լավագույն ուսանողի կոչումն է ստացել ինքը։ Մեր ամյոնում նշում էինք դա, ուսանողներից մեկը Խաչատրյան Հրաչին հարցրել է, թե «Էս ինչ եք նշում»։ Հրաչ ասել է Դարշակունայի թորնիկը Մադրիդի համալսարանի լավագույն ուսանող կոչումն է ստացել, ասես ծղայնացած, ասես դե գեներն են էլի։ Ահա եւ ամենամեծ ձեռքբերում ու ամենաթանկ հարստությունը։ Այո, երբ որ նայում եմ իրենց, միշտ մտածում եմ, թե այդքան չարչարվել եմ սաղ կյանքումս, բայց որ նայում եմ թորնիկներիս, ասում եմ, չէ, ես մեծ ձեռքբերումներ ունեմ։ Իմ երեխաներն էլ են այդպես, աղջիկս օրինակ աշխարհում հայտնի բժիշկ է, նևրոպաթոլոգ։ Տիկին Սահակյան, օրվա մեջ քանի ժամ եք աշխատում։ 28։ Մի անգամ Վիլյամ Պավիչ որ ռեկտոր էր, մենք գիտխորհրդում հաշվետվություն ենք տալիս, թե այդ տարի ինչ ենք արել։ Հիմա չեն անում, այն ժամանակ անում ենք։ Հետո ասեց, այ կնիկ, այդքան բան ոնց ես արել։ Ասի Վիլյամ Պավիչ օրը քանի ժամ ունի, ասեց 24, ասեցի 28 ժամ աշխատում եմ։ Հիմա էլ ամեն օր 2-ից շուտ չեմ կարող քնեմ, որտեղ հիմա գրում եմ 10-րդ դասարանի դասագիրքը։ Քիմիան ապահով ձեռքերում է։ Քանի կենթանի է։ Ես կուզենայի, որ լավ կոլեկտիվում եմ աշխատում։ Բոլորը ինձ հարգում են, բոլորը բարյացկամ են իմ նկատմամբ։ Գուցե դա է պատճառը նաև, որ ուզում եմ շատ բան տալ։ Բայց դուք սերունդներին եք փոխանցում, հրաշալի փոխանցում եք։ Ուզում եմ ինչքան հնարավոր է շատ անել, դասագիր գրել, ուզում եմ ձեռնարկ գրել ուսուցիչների համար նաև, ոչ միայն պարապել իրենց հետ, այլ նաև ձեռնարկ գրել ուսուցիչի համար։ Առավոտյան օրը վաղ է սկսվում։ Առավոտյան քնելուց եմ սկսում։ Առավոտերը չեմ կարող մարտնանալ, որտեղ ուշ եմ քնում։ Բայց աշխատավայրում շուտ եք լինում։ Նաև օրինավոր եմ շատ, երբեք չեմ շահագործում։ Որ մտնում ենք տաքսիով եմ գալիս առավոտները, այս պահակները շատ սիրալիր ինձ ընդունում են։ Հետո տաքսիստի մանրը պետքա վերցնեի, չեմ վերցնում, այդ Ալ Պաչինոից եմ սովորել։ Ալ Պաչինոն ասում է իր հուշերի մեջ, ասում է, ես կանաչի վաճառողներից մանրը չեմ վերցնում, մտածում եմ, որ իրանց երեխային կօգնի։ Հիմա Ալ Պաչինոյի հուշերից ես էլ եմ հուշեր գրում, ու գրեցի, որ տաքսիստների մանրը չեմ վերցնում։ Մի հատ տաքսիստ ասեց, ես հասկացա, դու որ մանր վերցնող լինեի, սրանք քեզ չէին։ Շնորհակալ եմ անկեղծ դրույթի համար։ Ես կցանկանամ, որ Լիդա Սահակյանը լինի առողջ եւ երջանիկ ու մեզանից անպակաս։ Դրանից կշահի հանրությունը։ Մենք միասին մի ամբողջ կես դար անցել ենք։ 50 կամ ավելի տարի, չէ՞։ Դաս չունես, դաս չունես։ Տեսակ նույն քեզ տեսա շեղեցի։ Աջոր